Եվ նա ասեց ինձ հավատացողը չի մահանալու, ինձ հավատացողը հավիտենական կյանք ունենալու։ Եվ գիտեք շատերի համար այս խոսքերը կարող է գիտես փիլիսոփայություն են, հեքիաթ է որոշների համար դա գիտես անհասկանալի է, բայց Փառք Հիսուսին, որ Աստված տվեց մեզ հնարավորություն հասկանալու եւ ընդունելու, հալելույա։ Որտեւ ամեն մարդու չի տրված ընդունել, ամեն մարդը չի, որ կարա հավատա, որտեւ խոսքն ասում է հավատքը ամեն մեկի բանը չի։ Բայց այսօր Տերը հավաքել է մեզ իրար հետ տոնելու այդ մեծ տոնը, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ դարձնի, որ ասի, որ ես ձեր հետ եմ, հալելույա, ես հարություն եմ առել եւ ես կենթանի եմ։ Եվ ես ձեր հետ եմ, հալելույա։ Բայց ամենակարևորը իմ սրտի մեջ մի խոսք այսօր դրել, հալելույա, որ դա յուրաքանչյուրիս է վերաբերվում, որովհետեւ մեկ զոհով միլիարդավոր մարդիկ փրկվեցին։ Մի զոհ։ Ամեն։ Գիտեք կարևորը որն էր այդ զոհի, որովհետև կար Աստծո ծրագիր։ Աստված նախապատրաստել էր այդ ծրագիրը եւ այդ ծրագիրը իրականացրեց իր միածին որդու միջոցով։ Հալելույա։ Ամեն մամայն մարդկության փրկության ծրագիրը եւ պետք էր այդ զոհը։ Դրա համար Քրիստոսն ասեց, այո, ոչ թե իմ կամքը թող լինի, այլ քո կամքը Հայր։ Եվ այո կամքն էր, որպեսզի նա զոհվի, մահանա եւ երրորդ օրը հարություն առնի, որպեսզի նրանով գա կյանքը, որպեսզի նրանով վերադառնա Աստծո եւ մարդկանց հարաբերությունները, որպեսզի այդ թշնամության պատը քանդվի, որպեսզի անեծքը քանդվի, որպեսզի մեղքը այլևս չտիրի։ Եվ գիտեք սիրելիներս, այսօր Տերը ազատել է մեզ մեղքից։ Նա գիտես խաչի վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը ներեց։ Նրա վերքերով ամեն կաթիլը, որը թափվում էր նրա վերքերից, դա բժշկություն էր, դա օրհնություն էր, դա գիտես այնպիսի հիասքանչ ժամանակ էր, հալելույա, որ աշխարհը դրանից առաջ չէր տեսել ձևի բան, հալելույա։ Գիտես Տերը հիշեցրեց մի հետաքրքիր տեղ, երբ որ հիշում եք Կայենին հարցնում էր ուր է քո եղբայր Աբելը եւ Կայենը պատասխանեց Տիրոջը, ինչա ես պարտական եմ իմանալու։ Եվ գիտեք Աստված մի խոսք ասեց Կայենին, քո եղբայր Արյունը բողոքում է, երկրից բողոքում է, քո եղբայր Արյունը, որը դու թափեցիր։ Գիտես, բայց Քրիստոսի Արյունը, ասա Քրիստոսի Արյունը չի բողոքում, որովհետև հենց դրա համար է թափված, ասա ինձ համար է թափվել, որպեսզի ես այսօր փրկություն ունենամ, որպեսզի ես այսօր գիտես Աստծուն ճանաչեմ, որպեսզի իմ կյանքս լինի Քրիստոսի մեջ։ Եվ ես հասկացա մի բան, որ մենք բոլորս սիրելիներս Հիսուսին հավատացողներս պետք է լուրջ վերաբերվենք այն ամենին, ինչ որ Տերը արել է, հալելույա, որովհետև ոչ մեկը այսօր ոչ մեկի համար կյանք չի դնի, բայց Աստված դրեց իր միածին որդու կյանքը, նա գիտես դրեց որպեսզի նորից վերցնի, հալելույա։ Եվ Քրիստոսն ինքն ասեց, ոչ ոք ինձ չի ստեպել, ես եմ դնում իմ անձս, որպեսզի նորից առնեմ, հալելույա։ Եվ գիտեք, շատ կարևոր է սիրելիներս, որպեսզի մենք այսօր հասկանանք, ինչի համար ենք մենք եկել Աստծո մոտ։ Ինչն է մեզ դրդում գալ եւ գիտես Աստծուն մոտենալ, հալելույա։ Որովհետեւ շատերը չեն հասկանում դրա հետևում կանգնած գաղտնիքը։ Դա գաղտնիք է, դա բոլորին չի տրված, որպեսզի հասկանան։ Ամեն, բայց ավետարանը մեզ սովորեցնում է, որ այս խոսքը, այս ավետարանի բարի լուրը կտարվի բոլոր ազգերին եւ բոլոր ականջներին, եւ բոլորը կլսեն, բայց ոչ բոլորը կհավատան։ Եվ ով որ հավատա կփրկվի, եւ ով որ չհավատա կդատապարտվի։ Եվ մենք տեսնում ենք չհավատացողներին, որոնք շրջապատում են մեզ, կան մարդիկ, որոնք անհավատ են, կան մարդիկ, ովքեր որ ընդհանրապես հավատ չունեն, կան մարդիկ, որոնք թերահավատ են, կան մարդիկ տարբեր, որ գիտես ուրիշ բաների են հավատում, ամեն մեկը ինչ որ բանի հավատում է, որտեղ հավատքը Աստծուց է, Փառք Հիսուսին, եւ յուրաքանչյուր մարդը, որ ծնվում այս երկրի վրա, իր ներսում արդեն հավատ կա դրված, որ ինչ որ բանի հավատա, բայց ամենակարևորը, որ Քրիստոսով մեզ տրվեց ճանապարհ դեպի երկինք, Քրիստոսով տրվեց մեզ հավատ, որպեսզի մենք հավատքով հաղթարենք աշխարհի մեջ եղած բոլոր դժվարությունները, հալելույա, ամեն։ Այնքան հետաքրքիր է, երբ որ մենք նայում ենք այդ ամենին ու տեսնում ենք, թե
ինչքան պտուղ բերեց Աստված, ինչքան պտուղ բերեց Քրիստոսի մահը, հալելույա, ամեն։ Դու գիտեք, որ աշխարհում միլիարդավոր մարդիկ կան, ովքեր որ փրկվում են եւ փրկված են։ Եվ գիտեք, ով էր դրա հեղինակը, ով էր այդ փրկության հեղինակը, որ փրկեց մարդկությանը այդ միլիարդավոր մարդկանց ամեն դժողքից։ Եվ որից մեկն էլ մենք ենք։ Կանաս ասես մեկն էլ ես եմ, որ Աստված ինձ փրկել է դժողքից, որ Աստված ինձ հանել է դժողքից, որ Աստված թույլ չի տվել, որ ես ամբողջ հավիտենականությունը տանջանքների մեջ լինեմ։ Բայց այստեղի այս թեթև փորձությունները, այս թեթև նեղությունները չպետք է կանգնեցնեն մեզ, այլ պետք է հավատ բարձրացնեն մեզ համար, հալելույա, որ հավատանք, որ Քրիստոս կենթանի է եւ նա պատրաստ այսօր յուրաքանչյուրիս համար, ամեն, կանգնելու եւ հաղթահարելու մեզ այդ բոլոր դժվարությունները, որտեղ Աստծուն հավատացողին ամեն բան հնարավոր է, հալելույա։ Եվ Աստված, գիտես, սա մեծ տոն է, որ մենք այսօր նշում ենք, Փառք Հիսուսին, սա կյանքի տոնն է, սա կյանք է բերել, հալելույա։ Քրիստոսի հարությունը դա կյանք է, որտեղ ինքը ասեց, ես եմ հարությունը, ես եմ կյանքը, ճանապարհը։ Փառք Հիսուսին, դա այդ հարությունն էր, որը որ բերեց երկրի վրա, այն գիտես Աստծո ծրագրերը, որպեսզի իրականացնենք մենք, հալելույա, ամեն։ Ես ուզում եմ միտեղ կարդամ, որ Աստված շատ հզոր ձևի դրեց իմ սրտի մեջ եւ ես գիտես նայում եմ, ասում եմ, Տեր իմ Աստված, միայն դու կարող ես ասես բան անել, հալելույա, որ ոչ ոք չարեց, Փառք Հիսուսին։ Այսօր շատերը չեն ուզում ինչ-որ մեկի համար բան անել։ Այսօր չեն ուզում, գիտես, իրենց նեղություն տան։ Ոչ մեկը մյուսի համար չի ուզում նեղվի։ Ամեն մեկը, երբ որ մտածում է միայն իր մասին, սիրելիներս, դա մեղք կա։ Որտեղ դու քո անձն ես կերակրում, չես նայում քո կողքի մի անձին։ Դու չես ուզում դնես քո անձը ինչ-որ մեկի փրկության համար, որտեղ դրա համար պետք է ժամանակ, իսկ մենք ժամանակ շատ ժամանակ չենք ունենում։ Մենք այնքան զբաղված ենք, որ ժամանակ չունենք ինչ-որ մեկի համար աղոթելու։ Մենք այնքան զբաղված ենք, որ ժամանակ չունենք ինչ-որ մեկին լսելու։ Գիտես, հավատքը լսելուց է, մենք ժամանակ չունենք ավետարանելու, որ լսեն եւ դարձի գան եւ փրկվեն։ Եվ դա ահավոր է, դա գիտես ոչ թե Աստծո ծրագիրն է, դա սատանայի ծրագիրն է, որ մարդկանց խապի եւ ասի, այո, դե հանգիստ կարաս քնես, դու մեկա փրկված ես, այդպեսի բան չկա։ Միջև դու չմահանաս, դու այստեղ ես, դու պտուղ չես բերի։ Քրիստոս մահացավ, նա հարություն առավ եւ սկսեց պտուղ բերել աշխարհում, որոնցից այդ պտուղներից մեկը ես եմ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Հովհաննես 12-րդ գլուխ 27-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Հիսուսն ասում է. հիմա իմ անձը խռոված է եւ ինչ ասեմ, Հայր, ազատիր ինձ այս ժամիցը, սակայն իսկ սրա համար եկա այս ժամի մեջ։ Հալելույա։ Ամեն։ Գիտեք, Հիսուս ամեն բան կարող էր անել։ Ամենն Աստված էր, բայց ասում է, միթե սա չի որոշված ինձ համար։ Միթե սա չի Աստծո ծրագիրը։ Չէ որ Հայրը ունի ծրագիր եւ ես պետք է ինչ անեմ այդ ծրագիրը իրականացնեմ։ Կարաս ասես Աստված իմ համար ծրագիր ունի։ Եվ դու պետք է իրականացնես այդ ծրագիրը։ Անմասն չմնաս այն ամենի, ինչ որ Աստված ուզում է քո կյանքում անի։ Հալելույա։ Ու ցավոք սրտի այսօր շատ մարդիկ անմասն են նրանք, գիտես, այնքան մատնելի արանքով են նայում այն ամենին, ինչ որ այսօր կատարվում է։ Այսօր հրաշալի տոն է։ Եվ բոլորս պետք է, գիտես, վազելով գայինք Տիրոջ մոտ, մեր շնորհակալական ձայնը հայտնեինք, ասում, մենք պետք է միաբան լինենք, մենք պետք է միասին հավաքվենք։ Գիտես, պատճառը որն է, որպեսզի փառավորենք նրա սուրբ անունը։ Սա է Տիրոջ նպատակը, որ իր ժողովուրդը հավաքվի, մեկտեղ հավաքվի եւ փառաբանի իր սուրբ անունը, որպես մենք բարձրացնենք մեր ձայները, որպես մենք ասենք Հիսուս, շնորհակալ ենք, հալելույա։ Ոչ թե գիտես, այսօր այնքան հետաքրքիր էր, երբ որ ես նայում էի ու մի խոսք, որ եկավ հանգարց հանդիմանական խոսք չասես։ Գիտեք, այո, Տերը չի հանդիմանում, Տերը սիրում է։ Ոչ միայն հանդիման, այլ նաեւ սիրով ասում։ Նա ասում է, ես կանչել եմ քեզ, իմ սիրելիս, ես կանչել եմ քեզ, որպեսզի փառավորվեմ քո կյանքում։ Գիտեք, նա այսօր քեզ կանչել է, որ քո կյանքում փառավորվի։ Եթե դու անմասն մնաս այդ ծրագրի մեջ մտնելու, այդ օրվա, այդ ժամի, այդ վայրկյանի մեջ, որ Սուրբ Ոգին ուզում է իր գործի, իր տեսիլքը քո կյանքում, դու
հետ կմնացող կլինես։ Դու չես կարող ընդունել դա, որովհետև խոսքը բերվում է երկնքից, որպեսզի տամես, որպեսզի դա պտուղ բերի մեր կյանքերում, հալելույա, հոգևորի մեջ առաջընթաց տա, որ մենք կարողանանք այդ առաջընթացի մեջ կարողանանք Տիրոջը փառավորել, որովհետև դա է նպատակը եկեղեցու, որովհետև եկեղեցին մենք ենք, ես ու դու ենք եկեղեցին, որ հավաքում ենք մեկտեղ մի բանի համար, մեր հավատքի ամեն գոհությունը հայտնելու Տիրոջ եւ ասելու Տեր շնորհակալ ենք որ դու ճանաչեցրիր քեզ մեզ որտեվ խոսքն ասում է ոչ թե դուք ինձ ընտրեցիք այլ ես ձեզ ընտրեցի ու գիտեք այնպես մի հատ տպավորություն է շատ ժամանակ որ մարդիկ մտածում են որ իրանք են ընտրել Հիսուսին դու չես ընտրել Հիսուսին նա է ընտրել քեզ նա է կանչել քեզ նա է իր անձը զոհել քո համար եւ գիտեք հետաքրքիրը որն է որ մենք չենք ուզում ինչ-որ բան անենք մենք չենք ուզում Տիրոջը փառավորենք, մենք չենք ուզում երկրպագենք նրան, հալելույա, մեր ձայները բարձրացնենք եւ ասենք Տեր շնորհակալ ենք քեզանից, հալելույա։ Գերես այսօր աշխարհն էլ է տոնում, աշխարհիկ մարդիկ են տոնում, նրանք սեղանների շուրջը նստած ասում են Քրիստոս հարավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, փառք Հիսուսին, գրում են իրար, բայց կյանքը չեն ապրում։ Գիտեք սիրելիս Տերը այսօր մեզ կանչել է որ մենք ապրենք այդ կյանքը Քրիստոսով Մենք ունենանք այդ կյանքը, որ մենք մեր անձերը դնենք նրա մեջ, հալելույա, եւ գիտես, չմտածենք այն ամենի համար, ինչ որ մեր շուրջը կատարվում է, փառք Հիսուսին, գիտես, այո, շատերը իրենց վարքով խաչում են Հիսուսին, շատերը իրենց գործողություններով խաչում են Հիսուսին, շատերի մեղքերը ներված են, բայց նորից մարդ գնում եւ ընկնում է այդ մեղքերի մեջ եւ նորից խաչում է Քրիստոսին, չեն կարող երկրորդ անգամ խաչեն Քրիստոսին, որտեղ նա հարություն է առել Հալելույա։ Հիմա իմ անձը խռոված է, փառք Հիսուսին։ Ինչ ես ուզում, որ Տիրոջ անձը խռովի, թե ուրախանա։ Ինչի համար ենք մենք այսօր այստեղ, որպեսզի ուրախացնենք նրան։ Ամեն ուրախացնենք նրա տրտմությունը, որ նա կրեց երկրի վրա։ Այն ժամանակը, որ նա հալածվեց, այն ժամանակը, երբ որ նրան գիտես խաչեցին, գիտես ամեն ինչ արեցին, անարգեցին։ Ամեն, բայց այսօր Մենք նրա պտուղները լինելով պետք է փառավորենք Տիրոջը, հալելույա, որովհետև նա է մեր զոհը, փառք Հիսուսին, ամենամեծ զոհը նա է արել մեզ համար։ Հայր, տեսեք ինչ ասում, հայր, փառավորվիր քո անունը։ Եվ երկնքից ձայն եկավ, թե փառավորեցի էլ եւ դարձյալ կփառավորեմ, հալելույա։ Գիտեք, սիրելիներս, այնքան հրաշալի տեղ այս վայրը։ Ասում այո, ես տրտմած եմ, ես ինչ-որ բաներ կան, հալելույա, բայց խնդրում եմ հայր, փառավորիր ու երկինքը բացվում է ու պատկերացնում եք երկնքից ձայն ա գալի, փառավորեցի քեզ, փառք Հիսուսին, ով է ուզում որ իր կյանքում երկնքից ձայն գա, բայց մենք պետք է լինենք այդ ծրագրի մեջ, որ երկնքից այդ ձայնը գա, ասի, այո, ես փառավորվեցի քո կյանքում, դու փառավորեցիր իմ անունը, փառք Հիսուսին Եվ դա է ամենակարևորը, արդյոք մենք փառավորում ենք Տիրոջ անունը եւ գիտես երկրպագում ենք նրան, մենք նրա երկրպագուներն ենք, թե ոչ։ Որովհետեւ կա երկու ճանապարհ կա, հալելույա, մեջտեղինը չկա, կամ տաք կամ ցուրտ, գարժ վիճակն էլ չի ընդունում Աստված։ Եվ խոսքն ասում է, եւ ժողովուրդը որ կանգնած էր եւ լսում էր, ասում էին, որոտմունք եղավ, ուրիշներն ասում էին, հրեշտակ խոսեց նրա հետ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց, այս ձայնը ոչ թե ինձ համար եղավ, այլ ձեզ համար, հալելույա, ամեն, ում համար, Հիսուսը գիտես կարիք չուներ այդ ձայնի, բայց Աստված խոսեց, որպեսզի նրան շրջապատող մարդիկ լսեին այդ ձայնը եւ հավատային նրան, եւ այսօր նույնն Աստված եւ երկնքից ձայն է գալիս եւ ասում է, այո, ես փառավորում եմ նրան, որ ինձ է փառավորում, փառք Հիսուսին, ամեն, ով է ուզում Տիրոջ փառքի մեջ լինի, ես ուզում եմ Տիրոջ փառքի մեջ լինել, Տիրոջ փառքի մեջ լինելու համար պետք է մենք ավելի մոտենանք Աստծուն, հալելույա, ամեն, որովհետև ոչ մի բան չի կարա փոխարինի, ես ձեզ ասեմ, ես նայում եմ այսօր աղոթքի ժամանակ մի հետաքրքիր բան, ամեն ինչի վերջը գալու է, ասա ամեն ինչի վերջը գալու է, գիտես Տերը ցույց է տալի նոր մեքենա, հալելույա, իմ հոգու մեջ տեսնում եմ այդ նոր մեքենան, գիտես որ շատ ժամանակ ասում ենք յուղը վրեն մեքենա, չէ՞, նոր դուրս եկած, հալելույա, ու գիտես ցույց է տալի որ ժամանակը այդ մեքենային հնացնում է Երբ որ օգտագործվում է ինչ-որ բան, դա հնանում է եւ դառնում է ոչ պիտանի։ Դու ստես, ցույց տվես մի տուն, գեղեցիկ, շատ գեղեցիկ, մեջը շատ գեղեցիկ,
Եվ ցույց տվեց, գիտես, այդ տան օգտագործողներին, հալելույա, օգտագործին եւ եկավ ժամանակը, որ ամեն բան հնացավ։ Գիտես, աշխարհում ամեն բան հնանում է, բայց մեր Տերը նույնն է։ Ասա մեր Տերը նույնն է։ Նա չի հնանում։ Նա խոսքը չի անցնում։ Նա նույնն է, երեք այսօր եւ հավիտյան, հալելույա, Փառք Հիսուսին։ Դրա համար գիտես, ես իմ հոգու մեջ տեսնում եմ այդ ամենը, ինչ որ այսօր աշխարհը, գիտես, մեզ մատուցում է։ Ինչ էլ դու այսօր ձեռք բերես, դու այստեղ ես, ամեն բան հնանալու է։ Ամեն։ Ամեն բան հնանալու է, մաշվելու է եւ լինելու է ոչ պիտանի։ Եվ դրա համար նորից ինչ-որ բաներ, նորից ջանք, նորից ինչ-որ փորձություններ պետք է անցնես, որ կարողանաս նորից նորը ձեռք բերես, նորովի անես ամեն բան, հա, բայց գիտեք, մեր Տերը ամեն բան նորը արե մեր կյանքում, որը չի հնանում։ Ասա Տիրոջ առաջ երբեք չի հնանում։ Եվ դուք, հա, հնացող մի համարեք այն ինչ որ Քրիստոսն արել է։ Այսօր շատ մարդիկ գիտեք մտածում են միայն ոնց կարող են իրենց անձերը կերակրեն, իրենց անձերը պահեն, բայց Քրիստոսը դա չէր մտածում։ Եվ մենք որպես քրիստոնյաներ, հարություն առած Քրիստոսի հետևորդներ, պարտավոր ենք այսօր, ամեն, մեր անձը խաչին հանել։ Փառք Հիսուսին։ Ով ասում է սա իր անձը խաչին անի։ Քրիստոս խաչը բարձրացավ, նա մահացավ։ Ես ձեզ ասեմ, ես կարդամ այդ տեղը, հալելույա։ Գիտես, այսօր շատ մարդիկ միայնակ են։ Դու գիտես, որ միայնակ են։ Կարող է իրանք շատ բաներ ունեն, շատ հնարավորություններ ունեն, բայց միայնակ են։ Մարդկանց հետ խոսում ես եւ տեսնում ես նրանց, գիտես, այդ ապրելակերպն է ցույց տալ, որ նրանք միայնակ են։ Եվ դա ահավոր է։ Ամեն։ Գիտեք, մենք մենակ չմնանք։ Մենք իրար հետ պետք է լինենք։ Մենք մեկ պետք է լինենք Քրիստոսի մեջ։ Մենք միասին պետք է հաղթանենք բոլոր դժվարությունները, մեր աղոթքներով, մեր հավատարմությամբ, մեր խոնարհությամբ, ամեն, մեր բոլոր վարքով, Փառք Հիսուսին, փառավորենք նրա անունը, որ աշխարհն էլ տեսնի եւ զարմանա։ Հալելույա։ Հիմա դատաստանն է այս աշխարհի, հիմա այս աշխարհի իշխանը դուրս կգցվի։ Ասա սատանան իմ կյանքից դուրս է գցվել։ Բացացա ձեր տասա Տեր, շնորհակալ եմ, որ այս ութի իշխանին իմ կյանքից հեռացրել ես, որ նա այլևս իշխանություն չունի իմ կյանքից վրա։ Հալելույա։ Եվ Հիսուսն ասում է, այո, փառք մեր ասուն, հիմա դատաստանը այս աշխարհի, հիմա այս աշխարհի իշխանը դուրս կգցվի, եւ նա այլևս իշխանություն չունենա իմ ժողովրդի վրա։ Փառք Տիրոջը, հալելույա։ Գիտեք ինչ մեծ բան արեց Հիսուսը։ Եթե դու նայես քո կյանքին, դու կտեսնես, թե ինչքան տեղերից է Աստված քեզ հանել։ Եվ այսօր էլ կանգնած է որպեսզի հանի։ Ամեն, բայց դու մտահոգված ես սիրելիս։ Դու գիտես դժվարություններ ես զգում քո կյանքում, գիտես երբեք չթուլանաս։ Ես գիտեք շատ ժամանակ նայում եմ մարդկային էության եւ տեսնում եմ, որ մարդը գիտես ինքը անկարող է, չկարող, որտեղ գալիս է օր, երբ որ քո ուժերը ամբողջությամբ սպառվում են, բայց հավատքը ուժ է տալիս, հավատքը զորություն է բերում, հավատքը թույլ է տալի, որ Քրիստոսով հաղթարես բոլոր դժվարություններս աշխարհի։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ ես երբ որ բարձրանամ երկրից, ամենքին կքաշեմ ինձ հետ։ Հալելույա։ Ասա Տերը ուզում է քաշի իր ամոթ։ Դու ուրախ ես, թե ուրախ չես։ Ասում եմ, երբ որ ես հարություն կառնեմ, կբարձրանամ, բոլորիդ կքաշեմ ինձ մոտ։ Փառք Հիսուսին։ Դա մեծ պարտիկ է սիրելիներս։ Ու գիտես, այսօր շատ ժամանակ ասում ենք, սիրելիներս, եկեք, հալելույա, փառավորենք Տիրոջը, ինչ-որ գործ անենք։ Եվ տեսնում ես լռություն, տեսնում ես անտարբերություն, տեսնում ես, գիտես, չեմ, այդ կրակը չկա։ Տերը ուզում այդ կրակը բորբոքվի մեր մեջ։ Գիտեք, երբ որ Սուրբ Հոգին իջավ, երբ որ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իջավ, մարդիկ սկսեցին վառվել այդ կրակով, նրանք չնայեցին այն վախին, չնայեցին այն, գիտես, առանձնացման, նրանք դուրս եկան ժողովրդի մեջ, նրանք դուրս եկան եւ Սուրբ Հոգին սկսեց գործել։ Փառք Հիսուսին, ամեն։ Ասա, ես հարություն առած Քրիստոսի զավակն եմ։ Փառք Տիրոջը։ Եվ ես երբ որ բարձրանամ երկրից ամենքին կքաշեմ ինձ մոտ։ Գիտեք, քաշել,
քաշեմ, կտանեմ, հալելույա։ Ամեն սա մի ձգողական ուժ է։ Եվ այդ ձգողական ուժից մենք պետք է կախված լինենք, հալելույա։ Դուք տեսել եք մագնիսը, երբ որ ինչ ազդեցություն ունի, նա քաշում է ինչը։ Երկաթն է քաշում։ Ամեն, որովհետև երկաթի մեջ կա այն նյութը, որը որ հնարավորություն է տալիս մագնիսին, հալելույա, որ մագնիսը քաշի իրան, հալելույա։ Եվ գիտես, մագնիսիով չես կարա փետ քաշես։ Մագնիսիով չես կարա պլաստմաս քաշես։ Ամեն, դուք հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Մեր մեջ, ասա մեր մեջ։ Պետք է լինի այն, ինչ որ հնարավորություն տա Քրիստոսին մեզ քաշելու դեպի իրան։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Հալելույա։ Եվ դա մեր հավատքն է։ Մեր հավատարմությունն ու մեր խոնարհությունն է, որպես դա է մեզ տալի հնարավորություն, որպեսզի Քրիստոսը քաշի մեզ։ Հալելույա, որ մենք ունենք այդ մատերիալը Քրիստոսի համար։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը, որ չունենք փայտ, չունենք այդ պլաստմաս, չունենք ուրիշ, իրավիճակների մեջ։ Ինչ եք մտածում, աշխարհիկ մարդուն, մեղավոր մարդուն Քրիստոսը կքաշի իրեն։ Անհավատ մարդուն։ Ում է քաշում, ում մեջ հավատ կա, որովհետև նա հավատքի Աստվածն է մեր։ Հալելույա։ Եվ այս ասում էր, որ ցույց տա, թե ինչ Շիվսի մահով պիտի մեռնի։ Ժողովուրդը պատասխանեց նրան, մենք օրենքիցը լսեցինք, թե Քրիստոսը հավիտեն կկենա, եւ դու ինչպես ես ասում, թե պետք է մարդի որդին բարձրանա, ով է այն մարդի որդին։ Հիսուսն էլ ասեց նրանց, մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեզ հետ է։ Գնացեք, քանի որ լույսն ունեք, որ խավարը ձեզ չհասնի։ Հալելույա։ Ասա հալելույա։ Մենք գնալու ենք, որ խավարը չհասնի։ Մենք չենք կարա կանգնենք։ Ամեն։ Հավատացինք ու վերջացավ դրանով։ Ոչ, տիրելիներս, ասում է, քանի լույսը եկել է, գնացեք դրանով, որ խավարը չհասնի, որովհետև եթե դու կանգնես, հաստատ խավարը հասնելու է քեզ։ Եթե դու առաջ չշարժվես հավատքի մեջ, եթե դու Քրիստոսի հետևից չգնաս, եթե դու չծառայես Հիսուսին, խավարը հասնելու է։ Եվ ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ շատերին հասել է այդ խավարը, որովհետև նրանք չեն շարժվել դեպի առաջ։ Փառք Հիսուսին։ Ասա այսօր Տերը օրհնելու է ինձ։ Շուրանի կողքին տասա այսօր Տերը օրհնելու է քեզ։ Եվ ես օրհնված գնալու եմ ուրախության մեջ, որովհետև Քրիստոսին կյանքիս մեջ է, հալելույա, եւ նա ինձ քաշելու է իրան, նա քաշում է իրան, հալելույա, ամեն, մենք պետք է այդ ունենանք Քրիստոսին մեր մեջ, փառք Հիսուսին, մենք մեր մեջ պետք է այդ լույսը ունենանք, որ բոլորին քաշենք մեր կողմը, հալելույա, ով է ուզում իր հարազատներին քաշի իր կողքը, հալելույա, ամեն, ինչ արա եղիր Քրիստոսի մեջ, հալելույա, եւ Քրիստոս ամեն բան կանի, փառք Տիրոջը։ Եվ խավարումը գնացողը չգիտի, թե ուր է գնում։ Մենք տեսնում ենք, չէ, ոնց աշխարհը, նրանք չգիտեն, աշխատում են ուտելու համար, աշխատում են հագնելու համար, աշխատում են ինչ-որ բաների համար, բայց մենք ապրում ենք Քրիստոսի համար։ Եվ պետք է ապրենք Քրիստոսի համար։ Հալելույա, ամեն, որտեղ ոչ թե մենք մարմնով ենք, այլ հոգով։ Հալելույա, ամեն։ Հոգուց ծնվածը հոգի է, մարմնից ծնվածը մարմինն է, մարմնից ծնվածը մարմնի գործերն է փնտրում, բայց հոգուց ծնվածը հոգու գործերը, փառք Հիսուսին, որովհետև երկնքում մեզ համար մեծ տեղ է պատրաստված, հալելույա, փառք Հիսուսին։ Քանի որ լույսն ունեք, հավատացեք լույսին, փառք Հիսուսին։ Ով հավատում որ Քրիստոսն է եկեղեցու գլուխը։ Որտեղ երկուսը երեք հավատում ենք նա այնտեղ է։ Ասում է, քանի որ ունեք լույսին, հավատացեք նրան։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ինչը չի ասում մի եղեք թերավատ, չի ասում գնացեք ոնց ուզում եք արեք, չէ, քանի լույսը կա, քանի հնարավորություն է տված, մենք ինչ պետք է անենք, լույսի մեջ պետք է մնանք ու հավատանք։ Հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքից եւ միշտ Քրիստոսի հետ հաղթանակների մեջ։ Փառք Հիսուսին։ Գիտես, ես շատ է աղոթում, այսօր հրաշալի օր է, եւ շատերը շատ բան կորցնում են, երբ որ չեն լինում Քրիստոսի հետ։ Ամեն։ Այսօր շատերը նստած են իրենց սեղանների շուրջը խոսում են, հալելույա, բայց
Քրիստոսը այստեղ է, ասա Քրիստոսը իր տան մեջ է։ Եվ այսօր հենց այստեղից իմ հետ գնալու է իմ տուն։ Փառք Հիսուսին, որտեղ նա ինձ այստեղ է սպասում։ Դուք հասկանում եք ինչ եմ ասում։ Քրիստոսը սպասում է ինձ իր տան մեջ, որտեղ որ բարձրացվում է նրա սուրբ անունը, որտեղ որ փառավորվում, երկրպագվում է նրա սուրբ անունը, հալելույա։ Քանի որ լույսն ունեք, հավատացեք լույսին, որ լույսի որդիք լինեք, Հիսուսը այս բանը խոսեց եւ գնաց թաքցվեցավ նրանցից։ Հալելույա, փառք Հիսուսին։ Եվ թեպետ նա այնքան նշաններ արել էր նրանց առաջին, նրանց չէին հավատում նրան։ Փառք Աստծո, հալելույա։ Ամեն շատերի համար Աստված հրաշքներ արել, բայց հավատ չկա, հավատարմություն չկա։ Եվ դա վրդովեցնում է մեր Աստծուն։ Ամեն, դա բարկացնում է մեր Աստծուն։ Մենք պետք է հաշվի առնենք մեր Աստծուն։ Մենք պետք է մեր Աստծուն պատվի արժանացնենք։ Մեր Աստծու առջև պետք է խոնարհվենք։ Մենք պետք է փառք տանք նրան։ Մենք պետք է ասենք Հիսուս, առանց քեզ մենք ոչինչ ենք։ Մենք ոչինչ չենք կարող անենք։ Հալելույա։ Ամեն։ Քառասունչորսերորդ խոսքում ասում է, եւ Հիսուսը աղաղակում էր եւ ասում. ինձ հավատացողը չի թե ինձ է հավատում, այլ ինձ ուղարկողին։ Եվ ինձ տեսնողը ինձ ուղարկողին է տեսնում։ Ես լույս եք աշխարհ, որ ամենը ինձ հավատացող խավարի մեջ չմնա, հալելույա։ Փառք Հիսուսին, ամեն։ Հիմա դուք ասես, սա ինչ կապ ունի հարության հետ, սա հենց այդ կապն է, հալելույա, ամեն, որ այդ լույսը վառվել է իմ ու քո համար։ Եվ դա չի անցնում։ Ամեն, եւ իր լույսը այստեղ է։ Հալելույա։ Ասում եմ, ես չեմ դատի նրան, որովհետեւ ես չեկամ, որ աշխարհը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհը։ Ինձ անարգողը եւ իմ խոսքերը չընդունողը ունի իրեն դատողին, այն խոսքը, որ ես խոսեցի, նա կդատե նրան հետին օրը, որովհետեւ ես իմ անձից չխոսեցի, բայց ինձ ուղարկող Հայրը նա պատվեր տվավ ինձ, թե ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խոսեմ։ Եվ գիտեմ, որ նրա պատվիրանքը հավիտենական կյանք է։ Ուրեմն ինչ որ ես խոսում եմ, ինչպես Հայրն ասեց ինձ, այնպես եմ խոսում։ Հալելույա։ Ամեն։ Աստված այսօր խոսում է, նա չի լռում, նա խոսում է միջև այսօր, ասա միջև այսօր։ Հալելույա։ Արեք առաջ գանք։ Քսանչորսերորդ խոսքը նույն գլխի, ասում է ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մենակ կմնա։ Դուստես, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը չընկնի հողի մեջ ու մեռնի, ինքը մենակ կմնա։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Ու հենց ստե է հարց։ Արդյոք ես խաչել եմ իմ անձը, որ մենակ չմնամ։ Եվ ուզես թե չուզես, խոսքը կատարվելու է։ Եթե դու չգնաս խաչը, վերջում մենակ ես մնալու։ Բայց այսօր օրն է, ասա Աստված ուզում է, որ ես պտղաբեր լինեմ։ Փառք Հիսուսին, եւ տենց Տերը ասես կգնաք եւ շատ պտուղ կբերեք։ Փառք Հիսուսին։ Եթե ցորենի հատողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, ասա եթե մեռնի, շատ, կանաս ասես շատ պտուղ կբերի։ Փառք Հիսուսին, արեք ծափարենք Տիրոջը։ Եվ գիտեք հետաքրքիր է, ես ուզում եմ մեռնեմ, որ շատ պտուղ բերեմ, հալելույա։ Ինչի համար եմ մեռնում, ես ինչի համար եմ իմ անձը սպանում։ Ես սպանում եմ իմ անձին, ամեն օր, իմ եսը, իմ հպարտությունը, իմ գիտես կամքը, ես ամեն օր խաչն եմ անում, որովհետև եթե ես փնտրեմ իմ անձը, եթե ես հպարտանամ, եթե ես ինձ ինչ-որ բանի տեղ դնեմ, ես կկորցնեմ և վերջում մենակ կմնամ, բայց եթե ես թաղում եմ հին մարդը պետք է թաղվի այսօր, որպես ինքը պտուղ բերի և իր շուրջը հավաքի շատ Աստծո զավակների, Փառք Հիսուսին, միլիարդավոր մարդիկ, նորից եմ ասում, Քրիստոսի զոհով,
այսօր փառաբանում են Տիրոջը, նշում են հարության տոնը, այսօր աշխարհը ցնծում է դրանով, որտեղ մեր Աստված կենթանի է, հալելույա։ Փառք Տիրոջը։ Եվ երկինքը բացվելու է։ Ես ձեզ ասեմ, գալու է ժամանակ, երկինքը բացվելու է եւ նա գալու է, հալելույա։ Նա գալու է։ Ասում ամեն աշկ կտեսնի, ամեն ծունկ կկրկնվի նրա առաջ եւ նա եւ իր սուրբ հրեշտակներով կգա, հալելույա, նա գալու է իմ հետևից։ Փառք Հիսուսին, որտեղ ես այսօր այդ լույսի մեջ եմ, ես այսօր սպանել եմ իմ անձը, ես այսօր խաչել եմ իմ հին մարդուն եւ նոր մարդու կերպարանքն եմ հագել, որպեսզի քայլեմ Քրիստոսի հետ, հալելույա, որպեսզի լինեմ այդ լույսի մեջ։ Գիտես, չես կարող ասես, ես լույսի մեջ եմ ու խավարի մեջ մանգաս։ Չես կարող ասես, ես լույսի մեջ եմ ու մեղ գործես, որտեղ Քրիստոս իմ մեղքերի համար խաչվեց։ Հալելույա։ Նա իմ մեղքերը ներեց։ Նրա ամեն կաթիլը, որը թափվեց, այսօր պտուղաբերում, միջև այսօր պտուղաբերում, նա օրհնում է հողը, այդ արյունը պաշտպանում մեզ ամեն տեսակի անեծքներից, ամեն տեսակի դիվական հարձակումներից եւ հեռացնում է մեզանից սատանայի բոլոր հնարքները։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Իր անձը սիրողը կկորցնե նրան եւ իր անձնատողը այս աշխարհումը հավիտենական կյանքի մեջ կպահի նրան։ Հալելույա։ Ո՞վ է ուզում իր կյանքը պահի հավիտենականության մեջ այսօրվանից։ Ասա Տեր, հենց այսօրվանից ես ուզում եմ իմ անձը պահեմ հավիտենական կյանքի մեջ։ Փառք Հիսուսին, փառք Հիսուսին, հալելույա։ Ես չեմ ուզում իմ անձը փնտրեմ, որտեղ այսօր սիրելիներս կամ միացնես խապկանք, համ մարդիկ մտածում են կանան համ ընտեղ լինեն, համ ստե լինեն, համ խավարի մեջ, համ լույսի մեջ, համ Աստծո հետ, համ ստի մեջ, համ խաբեության մեջ, համ սրբության մեջ, չկա այդ ձև բան սիրելիներս, Աստված կանչել է մեզ սրբության մեջ, որտեղ Սուրբ Հոգին տալիս է մեզ հնարավորություն այսօր մոտենալու Քրիստոսին, իսկ Քրիստոսին մոտեցողը պետք է ինչպես նա է ինքն էլ լինի, հալելույա։ Տեր շնորհակալ ենք, որ դու կենթանի ես։ Ու գիտեք հետաքրքիր որն է, երբ որ Հիսուսը խոսում էր իր գնալու մասին, որ ինքը գնալու էր, ինքը գնաց, բայց մեզ մենակ չթողեց։ Նա ասեց, ես կուղարկեմ մխիթարիչին, եւ իմ մխիթարիչը մեր հետ է։ Նա եկել է որպեսզի տա երկնքից տրված բոլոր խոսքերը մեզ, որպեսզի այսօր ամեն մեկս կարողանանք նրա խոսքը ճիշտ մատակարարել մարդկանց, որպեսզի մարդկանց կյանքում հավատք առաջանա, որ մարդիկ տեսնեն, այո, այս մարդիկ սրբության մեջ են, այս մարդիկ ճշմարտության մեջ են, այս մարդիկ լույսի մեջ են, հալելույա, եւ նրանց կյանքում խավար չկա։ Գիտեք, երբ որ ես ապաշխարել էի, ինձ ասում են, դու այն մարդը չես, դու այն Լևոն չես, դու ուրիշ ես։ Շուրարի կողքին 10 Աստված ուզում է, որ դու ուրիշ դառնաս։ Ուզում է, որ դու նոր մարդ դառնաս։ Լույսի մեջ փայլող մարդ։ Քրիստոսից, հա? Մոտեցող մարդ։ Հալելույա։ Իր անձը սիրողը։ Գրեք պատկերացրեք Քրիստոսը, հալելույա, ջահել իր ամբողջ կյանքում, առանց մեղքի, անարատ, արդար, փառք Տիրոջը, ամեն, մարդկանց հասնող, մարդկանց օրհնող, բժշկող, ազատագրող, խոնար, դառան պես գնաց խաչը։ Նա հեզ էր եւ սրտով խոնար։ Եվ նա մի բառ չարզած։ Ոչ մեկին չքննադատեց, ոչ մեկին չդատեց, այլ խոնարհաբար խաչ ընտրեց։ Ամեն, նա մահացավ, երրորդ օրը հարություն առավ եւ այսօր ես ու դու կենթանի ենք։ Հալելույա։ Ամեն, եւ նա ուզում է, որպեսզի մեր միջոցով, ամեն, մենք էլ դառնանք պտղաբեր, ինչպես նա դառավ պտղաբեր։ Դες 2000 տարվա մեջ ինչքան մարդիկ են բրկվել։ Մի զոհով, մեկի զոհով, մեկի խաչվելով, ամեն, եւ հարություն առավ։ Եվ խոսք ասում է, եւ այն հոգին, որը Քրիստոսին մեռելներից հարություն տվեց,
ձեր մեջ կլինի։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ու ինչ եք մտածում, Տերը երբ է փառավորվում, երբ որ մենք խոնարհեցնում ենք մեր անձերը, երբ որ մենք սպանում ենք մեր անձերը, երբ որ աշխարհը մեռնում է մեր կյանքի համար, եւ մենք սկսում ենք ապրել Քրիստոսի համար։